Պատմեք, ինչպես առաջին անգամ հանդիպեցիք Նիկիտա Սիմոնյանին ու ինչ տպավորություն նա թողեց ձեզ վրա։ Նիկիտա Սիմոնյանը 73 թվականին եկավ ստանձնեց Արարատի գլխավոր մարզչի պաշտոնը։ Ես էլ արդեն 3 տարվա մեկնաբան էի, ընդ որում այն ժամանակ մենակ ես էի հաղորդումները վարում եւ այդպես ծանոթացանք մանավանդ առաջին կուրս խաղաշրջանից հետո 4 միավորով փոկվել էր առաջ, արդեն ազգը դարձել էր բոլորը փոքրից մեծ ֆուտբոլային երկրպագուներ էին դարձել։ Ինչպիսի տպավորություն էր թողում նա ձեզ վրա, ինչ գծեր կհիշեք Սիմոնյանից, որ առանձնանում էին նախ որպես մարզչի, հետո որպես մարդու։ Սիմոնյանին, եթե մեկ նախադասությամբ բնութագրեմ, մարդկային գերադրական հատկանիշները մարմնավորող ասպետ ազնվորություն էր, բոլոր լավագույն հատկանիշները։ Երբ Սիմոնյանը ստանձնեց Արարատի գլխավոր մարզչի պաշտոնը, բնականաբար ես անընդհատ թիմի հետ էի, ներկայի գտնում, այսպես որ հանձնարարություններ են տալիս, ասում են ուստանովկա, նրանց է ներկա գտնվում ու բացի այդ նրանց հետ ես գնում եմ ուղևորությունների, իսկ երբ մարդու հետ ճանապարհ ես գնում, դա ամենալավ հնարավորությունն է մարդուն ճանաչելու համար։ Երբ Նիկիտա Սիմոնյանը ստանձնեց մարզչի պաշտոնը, ինչ սպասելիքներ կար իրենից, ինչպես արդարացան այդ սպասելիքները։ Ընդհանրապես մինչև Սիմոնյանի գալը արդեն ձևավորված թիմ էր, մեր հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում ամենահզոր թիմն էր ու աստղեր էին, հետո Մարկարովն էլ եկավ, լրացրեց այդ բացը կենտրոնական հարձակվողի ու Արարատը պատրաստ էր չեմպիոնության։ Մեր ֆուտբոլային դրոշակակիրը երբեք խորհրդային միությունում մրցանակակիր չի եղել ու մոտ էլ չի եղել։ Իսկ դրանք ոսկե օրեր էին, ոսկե ժամանակաշրջան էր։ Իսկ Սիմոնյանը, որ եկավ իր շատ մեծ հեղինակությամբ ու տաղանդով նպաստեց նրան, որ ավելի միակուր կոլեկտիվ դարձավ ու մեր թիմը հետևից էին ընկել, այդպես էլ չկարողացան կանգնեցնել եւ կարողացավ չեմպիոն դառնալ։ Ամենահայկական բանը ի՞նչն էր կապված հենց Սիմոնյանի հետ։ Հայկական ամենախորը արմատները ունի, նրա ծնողները ներգաղթել էին, ինչքան գիտեմ, Թուրքիայից եւ Սուխումիում էին հաստատվել։ Սիմոնյանն էլ ծնվել է Սուխումիում, այսինքն ծնողները իսկական հայեր էին։ Նիկիտա Սիմոնյանը մեծ հայրենասեր, իսկական հայ ազնվորություն էր, չնայած բնականաբար ինքը ռուսական միջավայրում էր, Մոսկվայում էր, հայտնի ֆուտբոլիստ էր դարձել, խաղում էր Սպարտակում, որը ամենաժողովրդական թիմն էր, հետո հանդես եկավ Խորհրդային միության հավաքականում, եղավ Խորհրդային միության հավաքականի ավագը, ընդ որում Սիմոնյանը շատերը չգիտեն, նաև առաջինն է, որ աշխարհի առաջնություններում Խորհրդային միության հավաքականի կազմում դարձել է գոլի հեղինակ։ Իսկ ինչ մարզչական նորություններ բերեց Սիմոնյանը։ Արարատի հիմնական մրցակիցը Կիևի Դինամոն էր, որի ֆուտբոլիստները բոլորն էլ գրեթե Խորհրդային միության հավաքականի անդամներ էին, եւ պատկերացրեք, թե Արարատը ինչ ճանապարհ է անցել չեմպիոն դառնալու համար։ 3-2-5 սխեմայով են խաղում, ասինքն բացահայտ հարձակողական մարտավարությամբ են խաղում։ Հետո այս ճանապարհ մոդիֆիկացիա է ենթարկվեց ֆուտբոլը, արդեն ես ասեցի Մոսկովյան մարզիչները, Խորհրդային միության մարզիչները շատ բարձր որակավորում ունեին, որովհետև Խորհրդային միության ֆուտբոլը միջազգային մակարդակով շատ բարձր էր։ Կար ինչ-որ դրվագ, որ լավագույնս հենց բնութագրում է Սիմոնյանին, ինչ-որ միգուցե մարզչական հնարք կամ ընդհանրապես խաղերի ժամանակ, որ այդպես հենց տպավորվել է ձեզ մեջ ու լավագույնս հենց բնութագրում է Նիկիտա Սիմոնյանին։ Սիմոնյանը կոփված ազնվորություն էր, Սիմոնյանը գալը նրանով էր, որ որպես մեծ հեղինակություն ինքը կարողացավ նվաճել, կարողացավ նպաստել ստեղծելու մի ամրակուր կոլեկտիվ,
եւ ամենակարևորը չթողեց որ կողքից խառնողներ լինեն նա Ռուսաստանի ֆուտբոլային միության ավելի քան 30 տարի առաջին փոխնախագահն էր Սիմոնյանը հայտնություն էր Սիմոնյանը ես ոնց բնութագրեմ Սիմոնյանի մասին ամեն ինչ գերադրականաշճանի կարելի է ասել ու ես շատ բախտավոր եմ որ ասենք հանդիպել եմ նրա հետ ճանապարհ եմ գնացել Կիևի Դինամոյի հետ գավաթային այդ եզրափակիչ խաղից առաջ խոսքերը Սիմոնյանի կհիշեք Ընդհանրապես ինձ համար ֆուտբոլային լավագույն հիշողությունը դա 73 թվականի հոկտեմբերի 10-ի Մոսկվայում կայացած ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակիչն էր որում հանդիպեցին Կիևի Դինամոն եւ Արարատը երկու թիմեր, որոնք գլխավորում էին մրցաշարային աղյուսակը եւ պայքարում էին չեմպիոնի կոչման համար։ Դա աննկարագրելի էր։ Լոժնիկի մարզադաշտը լեփլեցուն էր, Ուկրաինայից հսկայական երկրպագուներ էին եկել, Հայաստանից նույնպես, ամբողջ խորհրդային միությունից, Սփյուռքից նույնպես եկել էին եւ դա առանձնահատուկ եզրափակիչ էր։ Սիմոնյանը ասել է, որ մենք մեծ դժվարությամբ հասել ենք այստեղ եւ պարտավոր ենք հաղթել ինչ պետք է ասեր գլխավոր նշանաբանը դա էր եւ կապ չուներ որ մրցակիցը Կիևի Դինամոն էր ինչպես առաջնությունում այնպես է գավաթի խաղարկությունում ինձ թիմում կատարվող ամեն ինչի մասին պատմում էր ու դա ինձ համար մեծ բան էր որ Սիմոնյանի պես այդպիսի հեղինակություն ունեցող անձնավորությունը կիսում էր ինձ հետ ասում էր թիմում ինչ է կատարվում եւ այլը եւ այլը Եվ դա մեծապես նպաստեց ինձ, որ ես ավելի լավ կայանամ որպես մեկնաբան, իմանամ մեր թիմի լույսն ստվերը։ Ու դրանում Սիմոնյանը նաև իմ կայանալու հարցում շատ մեծ դեր է ունեցել։ Իսկ այ 50 տարի ավել առաջ ունեցած մեր հաղթանակը հայկական ֆուտբոլի ինչ ժառանգություն է թողնում, ինչ նշանակություն ունի ընդհանուր հայկական ֆուտբոլի համար։ Շատ մեծ ժառանգություն է թողել, ցավոք սրտի մենակ դա է մնացել դրանից հետո մենք մասնակի ասենք առանձին խաղերում հաղթել ենք ուժեղ մրցակիցների բան, բայց զուտ մրցակցային առումով հաջողություն չենք ունեցել։ Ճիշտ է, Արարատի 73-ի տարիները երբ դեռ խաղում էին, Արարատը նաև 75 թվականին դարձավ ԽՍՀՄ գավաթակիր, բայց արդեն Սիմոնյանը մեկնել էր Մոսկվա։ Համեմատելու եզրեր չկան, 73 թիվը երբեք չի կրկնվի։ Դրա կրկնվելը պատկերացնում եք որը կլինի, եթե Հայաստանի հավաքականը դուրս գա Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն ու ինչպես ասենք ինչ որ շատ լուրջ հաջողությունների հասնի, չեմ ասում աշխարհի չեմպիոն դառնա,